Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության նոր օրակարգը, նոր փուլ եւ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում։ Եվրամիությունը բանակցում է Վաշինգտոնի, Անկարայի եւ Բաքվի հետ թրիփ նախագծին մասնակցելու համար, ինչու Եվրահանձնակատարը Երևանի անունը չի տվել։ Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում Պուտինն ու Ուիտքոֆը քննարկում են Վաշինգտոն-Կիև պայմանավորվածությունները։ Տեղական խոզի մսի փոխարեն շուկայում հայտնվում է ռուսականը, խոզաբուծության անկման պատճառներն ու շուկան Ռուսաստանից կախման մեջ դնելու վտանգը։ Մեքենայի վաճառքը րոպեների ընթացքում առանց տնից դուրս գալու թվային հարթակով, հաշվառման համարանիշն ու վկայագիրը կուղարկեն փոստով։ Տուն չկա մեծ կամ փոքր վիրուսով հիվանդ չունենա, համաճարակային ֆիլտր է ներդրվել բարձր ռիսկի դեպքում դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման։ Էլեկտրոմոբիլ ներկրողների բողոքը ներմուծման դեպքում շարժիչի հզորության հաշվարկման ընթացակարգերը թերի են։ Եվ վաղ միջնադարյան եկեղեցի թաքնված հողի հաստ շերտի տակ, հնագետների եզակի հայտնաբերումը Կեչարիսի վանական համալիրում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Հայաստանի եւ Եվրոպական միության գործակցությունը մտնում է նոր փուլ ռազմավարական գործընկերության մակարդակ Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրել են համագործակցության նոր Երևան-Բրյուսել գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Հանդիպման արդյունքները ամփոփվել են ճեպազրույցում։ Կայա Կալասն ասել է, որ Հայաստանին կհատկացվի 15 միլիոն եվրո, որը կօգտագործվի խաղաղության եւ Հայաստանի դիմադրողականության ամրապնդման համար։ Կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ, կկազմակերպվեն ականազերծման դասընթացներ եւ կտրամադրվեն սարքավորումներ։ Միրզոյանը նշել է, որ գործընկերությունը մտնում է նոր եւ ավելի հավակնոտ փուլ։ Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի։ Սա մեր ամբիցիաների վերջը չէ։ Հայաստանի խորհրդարանը մարտին օրենք ընդունեց Եվրամիության անդամակցության մասին։ Այսօրվա հանդիպան ուղերձը շատ կարևոր է։ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը մտնում է նոր փուլ։ Արտաքին միջամտությանը դիմադրելը պահանջում է ողջ հասարակության մասնակցությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը եւ անկախ լրատվամիջոցները կարևորագույն նշանակություն ունեն։ Դուք մենակ չեք այս մարտահրավերների առջև։ Մենք պատրաստ ենք ձեզ ակտիվ աջակցություն ցուցաբերել։ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության նոր օրակարգն ու 70 էջանոց փաստաթղթի որոշ դրվագներ լրագրողների հետ հարցազրույցում բացահայտել է Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը։ Ըստ Մարտակոսի աննախադեպ ծավալի 500 միլիոն եվրոյի ներդրում կանեն Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Նրա խոսքով Հայաստանը Եվրամիության ավիացիոն սև ցուցակում է տեխնիկական, ոչ քաղաքական պատճառով։ Կոսն ասել է, թե Բրյուսելն ուզում է մասնակցել թրիփ նախագծին եւ դրա համար դիմել է Վաշինգտոնին, Բաքվին ու Անկարային։ Երևանի անունը նա չի տվել։ Ժամի անդրադարձը։ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, թե Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ թրիփ նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Սլովենացի Մարթա Կոսի այս հայտարարությունից թերևս կարելի է եզրակացնել, որ օգոստոսից քննարկվող թրիփ նախագծի հնարավոր իրականացումը չի ներառում Հայաստանի առաջարկները։ Եվրամիությունն ունի իր սեփական առաջարկները եւ շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բրյուսելում Ալիևի օգնականն էր նաև հայտնել, թե ադրբեջանական կողմը առաջարկել է Եվրամիության մասնակցություն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծին։ Օրեր առաջ էլ լրագրողները Հայաստանի փոխարտգործնախարարից էին փորձել տեղեկանալ, հնարավոր է Թուրքիան էլ մասնակցություն ունենա թրիփ նախագծում։ Մնացական Սաֆարյանը հայտնել էր, թե կողմերը պետք է համաձայնություն տան, թե որ երկրների մասին էր խոսքը, Սաֆարյանը չէր հստակեցրել։ Գործընթացը նորմալ շարունակվում է։ Հայաստանը որպես անկախ պետություն այլևս ոչ մեկի կողմից չի ընկալվում, որովհետև Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է այդ անկախությունը, Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է հայկական ազգային շահերը եւ բնականաբար իմաստ չունի իրենց հետ բանակցելը։ Կոսի մեկ այլ հայտարարություն վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգին։ Հանձնակատարը հայտնել է, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։
Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար։ Եվ մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա։ Ինչու՞, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Եվրոպական պատվիրակությունը եղել է Միջին Ասիայում եւ կնքել են մեծ պայմանագիր ավելի քան 12 միլիարդ եվրոյի ներդրումների մասին Միջին Ասիա եւ նույն նպատակով արևելք արևմուտք ճանապարհը ապահովել եւ ամբողջ ռեսուրսները Միջին Ասիայից տանել դեպի արևմուտք ու ոնց որ իրենք միշտ շեշտում են ամենակարևորը այդ ամենը առանց Ռուսաստանի վերահսկողության։ Ընդհանրապես ըստ քաղաքագետի Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է եղել ստեղծել արևելք արևմուտք միջանցքը, որպեսզի Միջին Ասիայի ռեսուրսները հնարավոր լինի տեղափոխել Եվրոպա, իսկ Եվրոպան կարողանա զենք մատակարարել Միջին Ասիային, եթե ստեղծվի հակամարտություն Ռուսաստանի դեմ, որի շուրջ իհարկե արևմուտքն ըստ քաղաքագետի հիմա ակտիվորեն աշխատում է։ Այնուամենայնիվ Կոսը լավատես է եւ հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղություն կհաստատվի, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների ռետորաբանությունը չի փոխվում։ Այդ երկրի նախագահ նորակարգում է պահում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվը։ Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև Երևանում խոսել եմ ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ։ Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա։ Այնպես որ այո, ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է եւ գիտեք, այնինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ։ Դրսից հետևելով դուք գուցե կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրությունները իրական են։ Եվրամիության բարձր հանձնակատարը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում կարևորում է նաեւ Թուրքիայի դերակատարությունը։ Կոսը հայտնել է, թե ինքը զգում է, որ խաղաղության կարգավորման գործընթացը իրական է, քանի որ ըստ նրա ներգրաված է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կառավարության կայքեջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում արկա մի շարք փաստաթղթեր։ Կայքում նշված է, որ դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ Միսկի խմբի առաջարկները, Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Կազանի փաստաթուղթը։ Ավելի քան 3 տասնամյակ Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Միսկի խումբը դադարեցրեց աշխատանքը Բաքվի պահանջով եւ Երևանի համաձայնությամբ։ Խաղաղությունը ստորագրելու Ալիևի առաջին պայմանը կատարվեց Վաշինգտոնի, Փարիզի եւ Մոսկվայի լռությամբ։ Արցախահայությունը սակայն չէր կորցնում հույսը, որ խաղաղության հաստատման համար ջանքեր գործադրած կառույցը կշարունակի գործել, այն Արցախ վերադառնալու իրենց վերջին կամուրջը համարելով։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միակ կառույցը Եվրոպական անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը կեսգիշերից մեկ պակաս փակվեց, թեպետ 92-ին այն ստեղծել էին բացառելու պատերազմը, իսկ 2023 թվականին Ադրբեջանը շուրջ 120,000 հայի պատմական բնորանից բռնի տեղահանեց, հրացանի փողը ճակատներին պարզած։ Մի վերջին պաշտոնական հաղորդագրություն են թողել Կենտրոնական Եվրոպան միասնական որոշմամբ կոնսենսուսով է ազդարարել աշխատանքների ավարտը, հիմք ընդունելով համանախագահ Ամերիկայի մայրաքաղաքից Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դիվանագետների դիմումը, որի ստորագրություններն ի դեպ արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը ի տարբերություն նախախաղաղության պայմանագրի վերջնական դրեցին։ Այս գործընթացը դարձել է ԵԱՀԿ անդամ բոլոր 57 մասնակից պետությունների կողմից սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումը, որին նախորդել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագիրը։ Խաղաղության հասնելու իրականում միայն փաստաթուղթ ստորագրելու համար Ալիևը նախապայմանների առաջին շարքում էր տեղավորել Մինսկի մանդատը վայր դնելու հարցը։ Ադրբեջանական կողմն այս ընթացքում որևէ հետքայլ չարեց ի տարբերություն պաշտոնական Երևանի։ Մեր իշխանություններն ավելի ուշ ստիպված եղան նաև հրաժարվել Բաքվի դեմ միջազգային բոլոր դատական հայցերից, սահմանագոտում եվրոպացի անզեն դիտորդների բարեկությունից։ Ու չնայած այս ամենին, Ադրբեջանն այդպես էլ նահանգներում չստորագրեց խաղաղության պայմանագիրը, միայն
նախնական ստորագրություն թողեց փաստաթղթի տակ, այն վերջնական դարձնելու համար պնդելով, թե խոչընդոտ կա Հայաստանի սահմանադրությունը։ Ալիևի կոկորդին է մնացել մեր մայր օրենքը, նախաբանում անկախության հռչակագրին հղում կա, իսկ այս պատմական փաստաթղթում ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը եւ Բաքվի իշխանությունները իբրև տարածքային պահանջ են այս դրույթը ներկայացնում։ ԵԱԿ Մինսկի խմբի ձևաչափի դադարեցման ուղղված աշխատանքները եւս մեկ անգամ փաստում է, որ հայկական կողմը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ձախողել է իր դիվանագիտական աշխատանքը։ Սա նաև արդյունք էր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ սխալ ռազմավարական հաշվարկների։ Հայկական փորձագիտական համայնքը Մինսկի աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական խոսակցությունների մեկնարկին պես տվեց իր գնահատականը, վաղաժամ որոշում։ Հիշենք, ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը հարթակը պահպանելու վերաբերյալ 1000 մի հիմնավորումներ էլ հասան, այդ թվում Արցախի խորհրդարանի նախագահից, ով դիմել էր բռնատեղահանված 100,000-ավոր քաղաքացիների անունից, պնդելով, թե լուծարել խումբն առանց այն ժողովրդի ներկայացուցիչների հետ երկխոսելու, որոնց համար այն ստեղծել են, նշանակում է գործընթացում մերժել նրանց դերը։ Կենտրոնական Եվրոպա ձայն հասցնելուց անմասն չմնացին նաև իրավապաշտպանները։ Ըստ էության Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների խնդիրը որևէ կերպ ընթացող գործընթացներում ներառված չեն, այդ թվում է վերադարձի իրավունքը, Լեռնային Ղարաբաղում բնակվելու եւ այնտեղ իրենց իրավունքները իրացնելու, իրավունքների հետ կապված եւ մի շարք այլ։ Արցախցիները պահանջելով Մինսկի մանդատը վայր չդնել, հենց այս խնդիրներն էին օրակարգում փորձում պահել։ Հիմա ուզում են միայն Եվրոպան իմանա, Մինսկը պարտականություններ ուներ, չկատարեց։ Առաջին հերթին հենց համանախագահող երկրների կողմից մենք չտեսանք այն արձագանքը, որը պետք է դատապարտեր եւ անընդունելի համարեր Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Իդեպ հետաքրքրական է, Մինսկի խումբն ուներ 3 համանախագահ՝ Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը։ Խմբի լուծարման գործընթացը մեկնարկեց Վաշինգտոնից, Փարիզը ողջունեց քայլը, իսկ Մոսկվան դեռ 2022-ին էր հայտարարել, հավաքական արևմուտքի մայրաքաղաքները հրաժարվել են Մինսկի շրջանակում համագործակցել իրենց հետ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում Պուտինն ու Ուիտկոֆը քննարկում են Վաշինգտոն-Կիև պայմանավորվածությունները։ Տեղական խոզի մսի փոխարեն շուկայում հայտնվում է ռուսականը, խոզաբուծության անկման պատճառներն ու շուկան Ռուսաստանից կախման մեջ դնելու վտանգը։ Մեքենայի վաճառքը րոպեների ընթացքում առանց տնից դուրս գալու թվային հարթակով, հաշվառման համարանիշն ու վկայագիրը կուղարկեն փոստով։ Տուն չկա մեծ կամ փոքր վիրուսով հիվանդ չունենա, համաճարակային ֆիլտր է ներդրվել բարձր ռիսկի դեպքում դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Այժմ միջազգային լրահոս հնչեղ ձերբակալություններ Բրյուսելում բելգիական ոստիկանությունը այսօր առավոտյան խուզարկություններ է իրականացրել Եվրամիության կենտրոնակայանում եւ Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպայի քոլեջում։ Բելգիայի դատախազության տվյալով 3 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Եվրամիության երկրների դիվանագետների համար կազմակերպող դասընթացների ժամանակ արձանագրված կոռուպցիոն գործարքների մեջ։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածների թվում է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրոպայի քոլեջի ղեկավար Ստեֆանո Սանինոն, որ նախկինում գլխավորել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։ Մեկնաբանելով Մոգերինիի ձերբակալությունը Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Եվրամիությունը նախընտրում է անտեսել իր սեփական կոռուպցիոն խնդիրները, բայց անընդհատ դասեր է տալիս ուրիշներին։ Միլիոնավոր եվրոներ կոռուպցիոն խողովակներով հոսում են դեպի Կիև, Եվրամիության ներսում բոլորի աչքի առաջ հավելել է Զախարովան։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ժամանել է Կրեմլ հանդիպելու Վլադիմիր Պուտինին եւ նրան ներկայացնելու Կիևի իշխանությունների հետ համաձայնեցված խաղաղության ծրագիրը։ Ուիտկոֆի հետ Մոսկվա է ժամանել նաեւ Սպիտակ տան ղեկավարի փեսան Ջարեդ Քուշները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպումը կարևորագույն նշանակություն կունենա Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Հանդիպմանը կքննարկվեն փոխըմբռնումները, որոնց հասել են Վաշինգտոնն ու Կիևը, ընդգծել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական հակամարտության այնպիսի կարգավորմամբ, որը կլինի երկարաժամկետ սերունդների համար։
Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրամայել են հրաժարական տալ այս շաբաթ։ Սենսացիոն հայտարարության հեղինակը Ռադայի падգամավորներից Արտյոմ Դմիտրյուկն է։ Նա պնդել է, թե անցյալ շաբաթվա վերջին իրեն տեղեկացրել են, որ Զելենսկուն հրավիրված է հեռանալ պաշտոնից այս շաբաթ։ Իդեպ Զելենսկին այսօր ասել է, թե եթե Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև բանակցությունները հաջող ընթացք ունենան, ինքը շուտով կհանդիպի Թրամփի հետ։ Թուրքիայի ափից ոչ հեռու հարձակման է ենթարկվել Ռուսաստանից Վրաստան արևածաղկի ձեթ տեղափոխող Միդվոլգա 2 լցանավը։ Ըստ Թուրքիայի Տրանսպորտի նախարարության Ռուսաստանի դրոշի ներքո երթևեկող լցանավի անձնակազմի 13 անդամների վիճակը նորմալ է, նավը միացված շարժիչներով շարժվում է դեպի Սինոպ։ Ռուսաստան ուղևորվող 2 լցանավ էլ անցած ուրբաթ էր ԱԹՍ-ների կողմից հարձակման ենթարկվել։ Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարություն է արել, ասել, թե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը հասել է մի կետի, որը ակնհայտորեն սպառնում է Սև ծովի անվտանգությանը։ Ըստ նրա, տնտեսական գոտում առևտրային նավերի վրա հարձակումները լարվածության սրման ազդանշան են։ Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում վերջին շաբաթում ավելի քան 120 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական ճանաչված կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը X սոցիալական ցանցում։ Կասկածյալները զինվորականներ, ուսանողներ եւ դատական համակարգի աշխատողներն են։ Նրանցից 58-ը կալանավորված են, 29-ի նկատմամբ սահմանվել է դատական հսկողություն, մյուսների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները։ Նախարարի խոսքով կասկածյալները քարոզչություն էին իրականացնում Գյուլենի կազմակերպության օգտին։ Լրջագույն մեղադրանքներ Ռուսաստանում ադրբեջանական Սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն։ Նրան կարող են դատապարտել ընդհուպ ՑՄ ազատազրկման։ Քննչական մարմինները Շիխլինսկուն դիտարկում են որպես էթնիկ հանցավոր խմբավորման պարագլուխ։ Վարկածի համաձայն խմբավորման անդամները 2001-ից 2011 թվականներին Սվերդլովսկի մարզում իրականացրել են մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում սպանություններ եւ մահափորձեր։ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ նոր պատժամիջոցներ Եվրահանձնաժողովից Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Լիտվան բախվում է հիբրիդային հարձակումների Բելարուսի կողմից։ Լիտվայի օդային տարածք պարբերաբար մաքս 25 օդապարիկներ են բաց թողնվում։ Բրյուսելում կարծում են, որ Մինսկը այս կերպ փորձարկում է ՆԱՏՕ-ի արձագանքը եւ ճնշում գործադրում Բալթյան երկրների վրա։ Վերադառնանք Հայաստան։ Մեր երկիրը դարձել է Ռուսաստանից Խոզի մսի ամենախոշոր ներմուծողներից մեկը։ Միսը պաղեցված են ներկրում կամ խոճկորը բերում տեղում մորթն են անում։ Տնտեսվարողների վրա սա ավելի էժան է նստում, քան տեղական խոզի մսի արտադրությունը, որն ի դեպ արդեն այս տարի նվազել է 1300 տոննայով։ Եթե տեղական խոզաբուծության անկման տեմպերը շարունակվեն, մասնագետների կարծիքով կհայտնվենք ռուսական մսի շուկայից կախման մեջ։ Ռուսաստանը 2025 թվականի ընթացքում արտահանել է 324,000 տոննա խոզի միս։ Ռուսական խոզի մսի խոշորագույն ներմուծողներից 4-րդը Հայաստանն է, որն այս մթերքի ներկրումը 14%-ով ավելացրել է 2024-ի համեմատ։ Այս վիճակագրության հետևում դատարկված խոզաբուծարաններ եւ սնանկացած ֆերմերներ են։ Հայաստանում էականորեն նվազել է խոզերի գլխաքանակը։ Կառավարությունը տարեսկզբին որոշել էր աջակցել տեղի արտադրողներին։ Սահմանափակել էր կենդանի խոզերի ներկրումը Ռուսաստանից 6 ամսով, բայց այդ ժամկետը չլրացած վերացրել էր սահմանափակումը։ Պատճառը ռուբլու արժևորումներ։ Դա զգալիորեն նվազեցնում է տնտեսվարողների շահագրգռվածությունը կենդանի խոզերի ներկրման առումով։ Դրան զուգահեռ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում խոզամայրերինը շուրջ 1300-ով։ Արդյունքում միայն 2025 թվականի խոզի մսի արտադրությունը կնվազի գրեթե 1300 տոննայով։ Այդուհանդերձ ռուսական խոզի մսի ներկրումը շարունակում է մնալ բավականին շահավետ բիզնես։ Տեղական ֆերմերներն էլ հիվանդությունների հարվածների զատ կանգնում են ներկրված մսի հետ մրցակցության խնդրի առաջ։ Մրցակցություն, որից միշտ տեղականը պատված է դուրս գալիս։ Ռուսաստանում կերը բավականաչափ էժան է, պատկերացրեք ցորենը այնտեղ 10-12 ռուբլի է, մեր դրամի վերածած, որը 50-ից 55 դրամ է անում։ Եգիպտացորենը նորից բավականին ցածր գին ունի,
արևածաղկի սերմը եւ գարին եւ մնացած մշակաբույսերը, հացատիկային մշակաբույսերը բավականին էժան են։ Բայց Ռուսաստանում միշտ էլ հացազգիները ավելի մատչելի են եղել, քան Հայաստանում։ Ծավալների ահռելի տարբերությունն է իր դերը խաղում։ Այդ դեպքում ի՞նչն է փոխվել վերջին տարիներին։ Ինչու է ռուսական խոզը գրավել հայկական շուկան։ Թարմիսը ավելի համեղ է, խորը սառեցված է համեմատ, եւ դրա շնորհիվ Հայաստանում բարձր գնով խոզի միսը իրացվելությունը տեղեր ունենում եւ այդպես շարունակում էր։ Վերջի տարիներին Ռուսաստանից սկսեցին ներմուծել նաեւ կենթանի խոզ, նաեւ ներմուծեցին պաղեցված միս, ոչ թե խորը սառեցված, ինչը համայն հատկանիշներով քիչ է զիջում տեղականին եւ շատ մարդիկ չեն էլ կարողանում տարբերակել։ Այստեղ դեր են խաղում նաև շուկայում ընդունված ավանդույթները։ Հայաստանում ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հիմնականում նախընտրությունը տալիս են մինչև 40 կիլոգրամանոց խոզերին։ Խոզի միսը նախընտրում են 40 կիլոնոց մաքուր խոզի միս, ինչը ֆերմերի համար տվյալ պարագայում, երբ որ հասնում է 40 կիլո, իր ինքնարժեքը բարձր է լինում։ Արտասահմանում խոզը 190-200 կիլոյի չափ են թողում հասնում, նոր են մորթում, ու այդ ժամանակ խոզի մսի ինքնարժեքը բավականին իջնում է։ Իսկ ինչ կարող է անել այս պահին կառավարությունը, որպեսզի խոզաբուծական մնացած ֆերմաները չսննկանան։ Մասնագետների կարծիքով անհրաժեշտ է նորից կենդանի խոզերի ներկրմանն առնչվող սահմանափակումներ կիրառել։ Բացի այդ, սուբսիդավորել կենդանիների համար գնվող կերերը մեր ֆերմերների համար։ Սա պարենային անվտանգության խնդիր է։ Մի օր, երբ մսի ներկրումը թեկուզ կարճ ժամանակով դադարեցվի, խոզի մսի գինը խիստ կաճի, այն պարզ պատճառով, որ տեղական արտադրությունը գրեթե զրոյացած կլինի։ Արմեն Աթալյան, Զորաբ Կարամյան, ժամը լրատվական։ Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվությունն է նկատվում, շրջանառվում են գրիպի ատեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, այլ շնչառական վարակներից առավել ակտիվը ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչներն են։ Նախորդ շաբաթվա համեմատ արձանագրված հիվանդությունների ցուցանիշը աճել է 1-2 անգամ։ Նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակներից հնարավորինս զերծ մնալու համար ներդրվել է համաճարակային ֆիլտր, այլ կերպ թույլատրելի սահմանը անցնելու դեպքում տվյալ դպրոցը կամ ուսումնական հաստատությունը անցնում է հեռավար ուսուցման։ Սուր շնչառական վարակներով եւ գրիպով չհիվանդանալու ու բարդություններից խուսափելու նպատակով վարակաբանները հիշեցնում եւ հորդորում են պատվաստվել։ Պատվաստանյութը առաջնահերթ նախատեսված է ռիսկի խմբերի անձանց համար, այնուհետև նաև այլ բնակչության այլ խմբերի համար ռիսկի խմբերի անձինք են 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձիկ, սոցիալական խնամքի կենտրոնի ինչպես աշխատակիցները, այնպես էլ շահառուները, բուժաշխատողները, զնակոչի ենթակա անձիկ, զինծառայողները։ 500,000 դրամ բոլոր նորածիններին, անկախ նրանից երեխան ընտանիքում անդրանիկն է, երկրորդը թե 4-5-րդը։ Պետությունը համահարթեցնում է ծննդյան միանվագ նպաստները, 1.5 միլիոնանոց նպաստներ էլ չեն լինելու։ Շատ երեխաներ ունենալը խթանելուն միտված կառավարության այս ծրագրում փորձագետները սակայն վտանգներ են տեսնում, մանավանդ որ ծնելիությունը Հայաստանում պատմական ամենացածր ռեկորդին է հասել։ Կառավարությունը հավանություն է տվել պետական նպաստների մասին օրենքի փոփոխություններին, որոնցով ծնողներին սպասվում են նոր աջակցություններ։ Օրենքի ընդունումից հետո կգործեն 4 տեսակի նպաստներ՝ մայրության, ծննդյան միանվագ, մինչև 2 տարեկան խնամքի եւ նոր ներդրվող երրորդ եւ հաջորդ երեխաների նպաստ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 500,000 դրամ, անկախ կարգաթվից, այնինչ գործող կարգավորում առաջին եւ երկրորդ երեխաների համար տրամադրվում էր 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում տրվում էր 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում 1.5 միլիոն դրամ։ Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական նպաստների համակարգը ամբողջությամբ պիտի դիտարկել եւ ինքն ուղղված է ժողովրդագրական իրավիճակին բարելավմանը, որպեսզի նպաստի իրավիճակի բարելավմանը։ Այս փոփոխության հետևանքով ծնելիության խրախուսման համար կարևոր երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2-ից 3 անգամ, ինչը լուրջ բացասական հետևանքներ կունենա բազմազավակ ընտանիքներում եւ կարող է ավելի խորացնել աղքատությունը, ասում են մասնագետները։ Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին, ասում է Գործատուների միության նախագահն ու հավելում, առանց այն էլ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով
Հայաստանում ծնելիությունը հասել է պատմականորեն ամենացածր մակարդակին։ 10 տարվա ընթացքում ծնելիության ցուցանիշը նվազել է շուրջ 20%, խորացնելով ժողովրդագրական ճգնաժամի մասին մտահոգությունները։ Գումարները կրճատելով ավելի կվատացնենք աճի գործընթացը, աճի դինամիկան։ Այսինքն ավելի կնվազի շահագրգռվածությունը։ Բայց կրկնում եմ, ընտանիքների պարագայում ես չեմ գտնում, որ դա պիտի լինի փողային շահագրգռվածություն։ Ես ընդհանրապես այդ մոդելը մի քիչ այլ կերպ կտանեի առաջ։ Իդեպ 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ամեն ամիս այժմ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամ աջակցություն մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Որպեսզի ամսական 50,000 դրամը տրամադրվի, պայմանն այն է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի երրորդ կամ հաջորդ, այսինքն երբ 2022 թվականի հունվարից հետո ընտանիքում ծնվի երրորդ, չորրորդ, հինգերորդ երեխան, այդ գումարը տրվում է յուրաքանչյուր երեխայի համար։ Եթե եռյակ ծնվի, ապա 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարեկան դառնալը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ոսկու գինը շարունակում է աճել, հասնելով պատմական ռեկորդների 999 հարգի 1 գրամը արդեն անցել է 50,000 դրամը։ Աճի հիմնական պատճառը համաշխարհային շուկայում առկա անորոշությունն է, հնարավոր պատերազմների, նոր սանկցիաների եւ ռիսկային զարգացումների վերաբերյալ բացասական սպասումները։ Խոշոր ներդրողները վախենալով ակտիվների սառեցումից իրենց կապիտալը տեղափոխում են ավելի անվտանգ համարվող ոսկու ակտիվներ։ Դա հատկապես ուժեղացավ ռուսական ակտիվների սառեցումից հետո, երբ շուրջ 150 միլիարդ դոլարի արևմտյան պարտատոմսեր դարձան անմատչելի, ստեղծելով զգուշացման ազդակ այլ երկրների համար։ Նայեք ոսկու հիմնական այս վերջի ռալի սկսվեց Տրամպի իշխանությունը ստանձնելուց մոտավորապես մի 10 օր առաջ։ Հիմա արդեն այսօրվա վիճակով, այսօրվա փեչերսը 4230 է մոտավոր կազմել։ Քանի ընդհանուր լարվածությունը ավելի խոշոր ֆինանսական ռեսուրսներ են շուկայի մեջ, ոսկու ֆիզիկական հնարավորությունների բանի մատակարարման այդ մեծ ծավալներին չեն բանել սա խնդիրը։ Ավտոմեքենաների առկուվաճառքը տնից, այսուհետև գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել մի քանի րոպեի ընթացքում, այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարն ու հավելել, որ համապատասխան թվային հարթակը արդեն գործում է։ Ինչ վերաբերում է հաշվառման համարանիշին եւ վկայագրին, ապա դրանք էլ արդեն հնարավոր է ստանալ փոստային առաքման միջոցով։ Ներքին գործերի պատասխանատու գլխավոր պաշտոնյայի խոսքով karmiakov.am-ը դառնալու է այն կայքը, որտեղ ավտոմեքենաների հետ կապված ցանկացած գործարք հասանելի կլինի։ Հարթակը պետք է վերածվի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարքի միակ կետի, որտեղ կարող եք տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ապա պայմանագիր, ստանալ տեղզնության պատկերը եւ այլն։ Կինդաթար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Էլեկտրոմոբիլ ներկրողների բողոքը ներմուծման դեպքում շարժիչի հզորության հաշվարկման ընթացակարգերը թերի են։ Եվ վաղ միջնադարյան եկեղեցի թաքնված հողի հաստ շերտի տակ, հնագետների եզակի հայտնաբերումը Կեչարիսի վանական համալիրում։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի դեկտեմբերի 3-ը, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ձևավորել անվախ առաջնորդների համայնք, որն ունակ է լուծել ամենաբարդ բիզնես խնդիրները, Քեյսքի մրցույթի նպատակն է։ Ավելի քան 200 երիտասարդ 6-ամսյա դասընթաց է անցել, հմտություններ յուրացրել, իսկ ավարտին Դիլիջանում հայտարարվել են հաղթողների անունները։ Աջակիցը 3 տարի շարունակ Բիբլոս Բանկ Արմենիան է, որն այս տարի դարձել է մրցույթի ռազմավարական գործընկերը։ Բիզնես խնդիրներ ու ռազմավարական լուծումներ։ Դիլիջանում կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է Քեյսքի բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2025-ի գալա միջոցառումը։ Ավանդույթի ուժով այս տարի եւս մեկ հարկի տակ են հավաքվել տաղանդավոր երիտասարդներ եւ ոլորտի առաջատարներ։ Բիբլոս Բանկ Արմենիան 3-րդ տարին անընդմեջ կանգնած է մրցույթի կողքին, այս տարի արդեն որպես ռազմավարական գործընկեր։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ տարին տարվա վրա մենք տեսնում ենք ծրագրի հաջողությունը, ուսանողների շրջանում գիտելիքի, հմտությունների աճի տեմպը, արդեն կարող եմ վստահորեն ասել, որ KSK-ի ծրագրով անցած ուսանողները ունիկալ մասնագիտական հմտություններ են ձեռք բերում, որոնք շուկայում նրանց չափազանց մրցունակ են դարձնում։
Մրցույթը զարգանում է, մասնակիցների թիվը աճում, դիմումների թիվը հատել է 800-ը։ Այս տարի Case-Kin համախմբում էր 20 թիմ Երևանից ու մարզերից։ 6 ամիս շարունակ ավելի քան 200 մասնակիցներ սովորել են իրարից ու իրար հետ, աշխատել են իրական բիզնես խնդիրների վրա ու ստացել գործնական գիտելիքներ։ Բացի հիմնական մարզիչներից, երիտասարդների հետ աշխատել են նաև 2 միջազգային էքսպերտ Լիբանանից եւ ԱՄՆ-ից։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով Case-Kin-ի հիմնական առաքելությունը անվախ առաջնորդների համայնք ձևավորելն է, որը կդիմագրավի բոլոր մարտահրավերներին։ Իրանք լուծում են բիզնես քեյսեր, շփվում են միմյանց հետ, սովորում են ինչպես աշխատել թիմերում, սովորում են ոնց մոտենալ բարդ խնդիրների լուծմանը, սովորում են մեթոդաբանություն։ Զարգացրինք մեր արագ մտածողությունը, թիմային համագործակցությունը եւ վստահաբար կարող եմ ասել, այն կարող է օգնել ինձ նաեւ իմ մասնագիտական աշխատանքի մեջ։ Վերջին գլխավոր քեսի բոլոր լուծումներից ընտրվել են ամենաուժեղ 5 թիմերի պրեզենտացիաները, որոնցից մեկը ճանաչվել է լավագույնն ու հաղթել մրցույթը։ Համագործակցության 3 տարվա ընթացքում Biblos Bank Armenian ֆինանսավորել է նաև Case-Kin հավաքական թիմի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցույթի։ 2026 թվականին նույնպես Case-Kin թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման առաջատար մրցույթին կրկին բանկի ֆինանսավորմամբ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Թեմրանյութ կարտոֆիլի խյուսի մեջ դատապարտյալի համար բերված հանձնուքում են հայտնաբերել Ննուբարաշեն քրեակատարողականի անվտանգության ծառայողները։ Դատապարտյալի համար իբր ուտելիք բերողը ձերբակալվել է։ Եվ հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդի օրերը, դրանք կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից, աշակերտները տանը կմնան մինչև հունվարի 5-ը, առաջին եւ երկրորդ դասարանցիների համար արձակուրդը կտևի մինչև հունվարի 16-ը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Էլեկտրոմոբիլ ներկրողները բողոքում են, որ մեքենաների ներմուծման դեպքում դրանց շարժիչի հզորության հաշվարկման թերի ընթացակարգեր կան, ինչը հաճախակի է պատճառ դառնում բարձր գույքահարկի։ Կառավարությունը նախատեսում է եւս 1 տարով երկարացնել ավելացված արժեքի հարկի ազատման արտոնությունը էլեկտրական շարժիչով մեքենա ներմուծող քաղաքացիների համար։ Արտոնությունը կիրառվելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված արտադրության ավտոմեքենաների համար։ Ազգային ժողովում քննարկվել է եկող տարվանից առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հարցը։ Առողջապահության նախարարը հայտնել է, որ բազային ապահովագրական վճարը Հայաստանում կսահմանվի ամսական 10.800 դրամ։ Նախագծով փոխհատուցումը, որը ընդհանուր առմամբ կծածկի ամենապահանջված բժշկական ծառայությունների մոտ 30%-ը, կտարածվի դեղերի որոշակի տեսակների վրա։ Եվ եթե քաղաքացիները ցանկանան ձեռք բերել ավելի թանկ դեղեր, նրանք ստիպված կլինեն վճարել տարբերությունը։ Նոր-Նորքում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկի նկատմամբ որպես խափամամիջոց կիրառվել է կալանքը։ Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր-Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն ծեսկրտուքի ժամանակ մասնակիցներից մեկը իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է։ Երթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Քեչարիսի վանքային համալիրի կաթողիկե եկեղեցու տարածքում բարեկարգման աշխատանքների ժամանակ բացվել են տապանակարեր, որի պատճառով աշխատանքները դադարեցվել են եւ սկսվել են հնագիտական ուսումնասիրություններ։ Կաթողիկե եկեղեցու հարավային եւ արևմտյան մասում բացվել է արձանագիր եւ հարթ տապանակարերով միջնադարյան ընդարձակ գերեզմանոց։ Սակայն ամենամեծ արդյունքը կաթողիկեի արևմտյան կողմում է եղել։ Հողի հաստ շերտի տակ պահպանված վաղ միջնադարյան եկեղեցի է հայտնաբերվել։ Այն կառուցված է տուֆով, իր հորինվածքով պատկանում է քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին եւ թվագրվում է 6-ից 7-րդ դարերին։ Սա վանքային համալիրի տարածքում պահպանված ամենահին կառույցն է, որի մասին մինչև օրս ոչ մի տեղեկություն չկար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, անձրև, ձյուն, թե պարսկա եղանակ է սպասվում օդերևութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով,
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 3-ից 9 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 6-ից 11, Լոռիում 7-ից 10, Տավուշում 8-ից 12 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 9-ից 11, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 10-ից 13, Սյունիքի նախալեռներում 6-ից 10 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, արևոտ երկնքով։ Այս գիշեր սպասվում է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 8-ից 10, երեկոյան 2-ից 4 աստիճան տաքություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։